Գիտեք, ավելի դժվար է անցալելը, երբ որ մարդը խոսում է ինքնության փրկության, մշակույթի փրկության, հայրենիքի փրկության մասին եւ նենց էլ չի, որ ասենք Մոզամբիկում ածնվե, հա, ասենք Երևանից մի 2 ժամ ճանապարհ է իր բնակվելու վայրը մոտավորապես, եւ երբ որ ինչ-որ հայերեն հարց է տալի, մատ եկեք ասենք իրար հետ դիտենք ժողովուրդ ջան, մատ լսեք ինքներդ։ Ձեր փողոց փակելը ինչ նպատակ է հետապնդում։ Մենք ազատագրում շարժմանը, ты ոչ կուսակցականը, это народно-освободительное движение, sense մենք ցույց ենք տալի, որ մենք ակտիվացնում ենք մեր գործերը, կներեք այդքան լավ հայերեն չեմ խոսում։ Մի դուք բան հասկացաք ինչ էր ասում։ Այս մարդը գալիս է Հայաստան, մեր ինքնությունը փրկի։ Ինչ էր ասում, բան հասկացաք։ Մենք, չգիտեմ, Народный освободительный движение, մենք ոչ կուսակցականը, ատորը, միր րոպե։ Դուք եթե հայերեն խոսալ չգիտեք, այսինքն դու արդեն ուրացել ես քո լեզուն, հասկանում ես, գիտես, դու ինչ-որ Մոզամբիկում չես ծնվել, որ ասենք, հա, լավ, մարդը մի բանը, եսի մուրդի է ծնվել, ամեն ինչից հեռու, հայություն չկա, շփում չկա, լեզուն ում հետ օգտագործի, չգիտեմ, մենակ մարդ, ասես հա, օքեյ, մարդը հայերեն չգիտի, հասկանալի պատճառներով։ Երևանից արա 2 ժամ է ճանապարհը, բանը Երևան Մոսկվա մոտավորապես, հա, 2 ժամ չի, 2 ժամը 2 ժամ ու կես է։ Ու ամենաշատ հայություն ունեցող երկիրն է, հա, արտասահմանում սենց ասած, այդ ոնց էլա որ դու հայերեն խոսալ չգիտես, այսինքն նորից դուք հաստատում եք իմ այն հայտարարությունները, որ Ռուսաստանում թույլ չեն տալիս մայրենի լեզուն օգտագործելը ու դրա համար մենք ոչ կուսակցականը, ոչ չգիտեմ ինչականը, մենք կներեք չգիտենք խոսալը, ոչ ատորը, Народный освободительный движение-ները, ու այսօր այս մարդը ինչ-որ տեսանյութեր են հրապարակում ինչ-որ տելեգրամ ալիքներով, բա եկեք նստենք ավտոբուս, բան, ելնենք կապնենք եթանք Հայաստան, մեր երկիրը փրկենք, մեր չգիտեմ ինքնությունը փրկենք, արա հələ դու քեզ փրկի, հələ միա դու քո գնա հայերեն խոսալ սովորի, դու ոսկի հայերեն խոսալ չգիտի, ում ինչ պետք է փրկես դու,